Մենք հիմա կարող ենք տենց տարատեսակ գործի հետ կապ չունեցող ինչ-որ բաներից խոսել եւ արդարացումներ փնտրել, ասենք, չգիտեմ, մեկը մյուսի հետ կապ չունեցող, էլի, ասենք, պատճառահետևանքային գրեթե տենց մինիմալ իրար հետ կապ ունեցող բաներից խոսել, որովհետեւ ասենք կենտրոնում հիմնականում ինչ թույլտվություններ տրվել էին, արդեն իսկ տրված էին ի սկզբանե վերջին 4 տարիներին միայն, այսպես ասած, տենց մոտավորապես շարունակականությունն է ապահովել, շատ մեծ ծավալի շինարարության թույլտվություններ, համենայն դեպս իմ օրոք հատուկ տենց, որոնք որ շարունակական ծրագրեր չեն, ասենք մի 10 տարվա, իմ կողմից չեն տրվել նոր հատվածներում, բայց դրա մասին չի խոսքը, պարոն Գրիգորյան, երբ որ ես խոսում եմ, որ այս դահլիճում հնչող նարատիվները այո ազդում են եւ դրանք տենց այնուամենայնիվ իրենց ազդեցությունը թողնում, դա միանշանակ է, եւ հիմա գիտեք, այդ որ ասում եք վարորդներին դուք ինչ որ բան եք, Ժորժ ջան, դա նորմալ պրակտիկա է միջազգային 1, մեր վարորդները ստանում են նորմալ արտաժամյա եւ բավականին բարձր աշխատավարձ 2, որովհետեւ մենք կարողանանք այդ աշխատավարձը պահել, մեր ավտոբուսները վերանորոգել, վաղը մյուս օրը էլի նոր ավտոբուսներ գնել, 2031 թվականին նոր մեծ խմբականակ ունենք առնելու, նախորդը արդեն փոխարինելու համար, այս ամեն ինչը կազմակերպելու համար պետք է կարողանանք հավաքագրել, հա, հիմա տենց կարանք ասենք, վայ, ես ինչ եղավ այն, որ Ժորժ ջան, այս ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ թփուկ, ասում է ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ով է մեղավոր վարորդը, որ ասում է օրինական պահանջ է ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում